Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի արազատներ, բարիլույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Ամեն շաբթի օր ցեզի գխոսիմ սիրելներ ուղղափառ հավատքի մասին։ Մեր արաքելական Սուրբ Եկեղեցու եւ արաքելական հայրերու հավատքը զորս Արաքյաններեն փոխանցվեցավ եպիսկոպոսներուն եւ փոխանցվեցավ այսօր մեզի ու մենք ալ սիրելներ պիտի շարունակենք փոխանցել քալիք սերունդներուն այն հավատքն է որ Արաքյանները Տեր Հիսուս Քրիստոսեն սորվեցան եւ այդ հավատքը հիմնված է Սուրբ Գիրքին Աստվածաշունչին վրա երբեմն թերևս ծանր ըլլան նյութերը բայց չմոռնանք որ հավատացյալներս գոչված ենք ոչ թե բարձաբես գաթ խմելու, այլ նաև բադար ձամելու։ Հետևաբար յուրաքանչյուր հավատացյալ պետք է գաթեն անցնի բադար ուտելու։ Ոչ թե քրիստոնյա պետք է լանք այսպես հարևանցի ցևով, այլ պետք է քրիստոնյա լանք խորքային ցևով, ճշմարտությունները իմանալով։ Որովհետև ճշմարտաբար մեր շրջապատի մեջ այնքան շփոթմունքներ կան, սուտ ուսուցումներ կան, աղանդավորներ կան, որոնք հաջող մեր միտքը կբղդորեն, մարդոց միտքը կբղդորեն, եւ հետեւաբար հավատացյալը եթե իր հավատքը, իր արաքելական հավատքը, իր եկեղեցու, մեր Սուրբ եկեղեցու հավատքը լավ չիմանա, հավատամքը լավ չիմանա, գրնա հեշտությամբ մոլորիլ։ Ահա թե ինչու սիրելներ ամեն շաբթի օր եւ մեկ կողմեն ցեզի արաքելական հավատքի ճշմարտությունը որ կփոխանցեմ եւ մյուս կողմը գչրեմ աղանդավորներու սուտ ուսուցումները մենք կգտնվենք այս շաբաթ հոգեկալստյան 7-օրյա դոնախմբության մեջ մեր եկեղեցու սուրբ հայրաբետները այնպես դասավորած են որ հոգեկալուստը զորս գադարեցինք դոնեցինք գիրագի անցնող գիրագի օր 7 օր շարունակ դոնախմբությունը լա Սուրբ Հոգվո Քալստյան եւ անցնող 5 շաբթիալ ցեզի սիրելներ խոսեցա Սուրբ Հոգին մասին այսօր պիտի շարունակեմ Սուրբ Հոգի մասին խոսիլ շեշտելով հատկապես քանի մը գեդեր Սուրբ Հոգին ինք որպես անձ Սուրբ Երրորդության 3 անձերեն մեկը Սուրբ Հոգին մարդ է մարդացած է եւ նաեւ Սուրբ Հոգին որ մեկը փխի Սուրբ Հոգին սիրելներ մեր ամենօրյա կյանքի մեջն է Սուրբ Հոգին ինքն է որ գտաստիարակե մեզ գսորվեցնե մեզ Քրիստոսի խոսքերը գիհիշեցնե գհանդիմանե մեզ Սուրբ Հոգին ինքն է որ գխոսի մեզի գզորացնե մեզ գմխիթարե մեր միտքը գբայծարացնե գարաչնորտե մեզ Եվ այս բոլորը Սուրբ Հոգին գնե սիրելներ, որովհետև Սուրբ Հոգին մեր մեջ կապրի։ Այն օրը, որ մենք մգրդվեցանք, Սուրբ Հոգին մեր մեջ հանգչեցավ։ Եվ Բողոսարակյալը առաջին Գորընթացներու նամակի 6-րդ գլխու մեջ, տեսեք ինչ կսե 19-րդ համարի մեջ։ Չեք գիտեր, որ ձեր մարմինները դաջարդ են Սուրբ Հոգին, որ Աստուծմե արիք եւ ձեր մեջ կփնակի։ Հետևաբար մեր մարմինները Սուրբ Հոգին դաջարդ են Եվ Սուրբ Հոգին մեր մեջ կփնակի։ Տեր Հիսուս Քրիստոս իր խաչելութենեն անմիջապես առաջ, երբ հավաքված էին վերջին ընթրիքին, վերնադան մեջ, վերջին ընթրիքը կատարել են վերջ Տեր Հիսուս Քրիստոս սիրելներ խոսեցավ Սուրբ Հոգին մասին։ Հատկապես կարտացեք Հովանու Ավետարանի 14, 15 եւ 16 գլուխները։ Սուրբ Հոգին մասին խոսեցավ եւ զայն գոչեց ուրիշ մխիթարիչ մը։ Տեսեք գարտամ ցեզի Հիսուսի սուրբ խոսքը Հովանու Ավետարանի 14-րդ գլխու 15 եւ 17 համարները։ Դերը գսե. Եթե գսիրեք զիս իր աշակերտներուն գսե, պիտի կործատրեք իմ բադվիրաններս։ Եվ ես հորս պիտի աղաչեմ, որ ուրիշ մխիթարիչ մտա ցեզի, որբեսի հավիդյան ցեզի հետ լա։ Անիգա Սուրբ Հոգին է, որ ճշմարտությունը գայտնե։ Աշխարհը չի գրնար զայն ընդունիր, որովհետև ոչ կդեսնե եւ ոչ ալ կջանչնա զայն։
բայց դու կճանչնաք զայն, որովհետև ծեր մեջ պիտի մնա եւ ծեր հետ պիտի ըլլա։ Սիրելիներ, առանց Քրիստոսի խնդրանքին նախասիկա պետք է լավ հասկանանք, Սուրբ Հայրը Սուրբ Հոգին չեր ղրգելու աշխարհ, չեր ղրգելու մեր վրա։ Ինչու առանց Քրիստոսի խնդրանքին պիտի չղրգեր Հայրը։ Որովհետև հիշեցեք, մեղքը մեզ Աստուծո թշնամի դարձուց։ Երբ նախամարտը մեր նախածնողները Ադամն ու Եվան մեղանչեցին եւ հետեւաբար ամբողջ մարդկությունը իրենց հետ ինգավ դադարեցավ անեծքի դակ, թշնամացան Աստուծո հետ։ Եվ Աստված մարդուն վրային իր հոգին հանեց, կարդացեք Ծննդոց 6-րդ գլուխը։ Սուրբ Հոգին մարդոց վրա չէր այլևս։ Ահա սիրելիներ, Քրիստոս ինչ արավ։ Քրիստոս երբ եկավ եւ մեր բոլորի անեծք իր վրա արավ, մեր մեղքերը խաչապայտին վրա կամեց, մեզ հաշտեցուց հորը հետ, հաշտեցուց, մեզ նորոգեց, նոր մարդ դարձուց, ինչպես կսե Պողոս Արաքյալ 2-րդ Կորինթացիներուն ամագի 5-րդ գլխու 17-18 համարներու մեջ, եւ այս նորոգությունը Քրիստոսով Հայր Աստվածը որ գդարեց, այդպիսով մենք սիրելիներ հաշտվեցանք Աստուծո հետ։ Եվ ահա Հիսուս ադորամար գսե, եթե ես չերտամ եւ չաղաչեմ, մխիտարիչը պիտի չկա ծեր վրա։ Ուրեմն Քրիստոսի խնդրանքով, Քրիստոսի զոհագործությամբ սիրելիներ, մենք որ հաշտվեցանք Աստուծո հետ, ահա այդ հաշտության հիման վրա կարելի եղավ, որ Հայրը մեզի ուղարկե Սուրբ Հոգին։ Եվ այս մասին Պողոս Արաքյալը սկանչելի գերբով գխոսի, երբ կգրես սիրելիներ Դիդոսի նամակի մեջ 3-րդ գլխու 4-6 համարները գգարտամ։ Բայց աբա Աստված մեր փրկիչը իր քաղցրություն ու մարդասիրություն հայտնեց եւ մեզ փրկեց ոչ թե մեր գադարած արդար կորձերուն համար։ Մենք արդար կորձ չունեինք, որ Աստված մեզ փրկեր, այլ բարձրապես ողորմած լալուն համար։ Մեզի նոր ծնունդ տվավ մգրդությամբ եւ Սուրբ Հոգի միջոցով մեզ վերանորոգեց։ Հիմա լավ լսեցեք շարունակությունը։ Աստված Սուրբ Հոգին արադորեն մեր վրա տապեց մեր փրկչին Հիսուս Քրիստոսի միջոցով, որբեսի Քրիստոսի շնորհքով արտարացած ժառանգենք հավիտենական կյանքը, որուն գուսանք։ Ահա սիրելիներ, Աստված մեր վրա իր Սուրբ Հոգին տապեց Հիսուս Քրիստոսի միջոցով։ Եթե Հիսուս Քրիստոս չզոհվեր, չբադարակվեր, չընծայվեր, մեր մեղքերը իր արյունով չմաքրեր, մենք Սուրբ Հոգի պիտի չստանայինք, ինչպես անցյալի բոլոր մարդիկը։ Եվ Քրիստոս այստեղ, ինչպես որ գարտացի Հովանու 14-րդ գլուխը, գսե Հիսուս, ուրեմն 16-րդ համարի մեջ, ես հորս պիտի աղաչեմ, որ ուրիշ մխիտարիչ մտա ցեզի։ Որու գա գնարգե։ Մարդու գա գնարգե։ Ոչ, այլ գա գնարգե Սուրբ Հոգին։ Ինչու գսեմ այսիգա, որովհետև քիչ մվերջ նաև բիդեսեմ, որ իսլամները Հիսուսի այս խոսքը, որ ուրիշ մխիտարիչ մտա ցեզի, գահասկնան ոչ թե Սուրբ Հոգին համար, ինչպես որ մենք քրիստոնյաներս կհասկանանք, այլ գսեմ, որ Քրիստոս Հիսուս իրականության մեջ գխոսի Մուհամմադին մասին։ Եվ տեսեք, Հիսուս ադորամարսավ, անիգա Սուրբ Հոգին է, որ ճշմարտությունը գայտնե, աշխարհը չի գրնար զայն ընդունիլ։ Հովանես 14-րդ գլուխ 17-րդ համար։ Հիմա ուրիշ մխիտարիչը ասելով Հիսուս գագնարգե սիրելներ Սուրբ Հոգին, որ պիտի փոխարիներ իր Հիսուսի մարմնավոր բացակայությունը, որովհետև Հիսուս ինք մխիտարությունն էր, առաջին մխիտարիչն էր առաքյալներուն։ Ինչու? Որովհետև Հիսուս առաքյալներուն հետն էր, անոնց կսորվեցներ, գբաշտմաներ, իր խոսքերով գզորացներ, գարաչնորդեր, գտաստիարագեր, բայց քանի որ հիմա Հիսուս պիտի երկինք համբարնար, պիտի խաչվեր, թաղվեր, հարություն առներ, 40 օր վերջ երկինք պիտի համբարնար, հետևաբար ֆիզիկապես իր աշակերտներուն հետ պիտի չլար, մեզի հետ պիտի չլար, հետևաբար Հիսուս գսե պիտի խնդրեմ որ մեզ որ ցեզի ուրիշ մխիտարիչ մտա, այսինքն ան որ պիտի կա փոխարինե Հիսուսի մարմնավոր ներկայությունը,
կամ բացակայությունը եւ ինքը Բիդի առաջնորդե նույն ցեվով ինչ որ Հիսուս կներ աշակերտներու կյանքի մեջ մարմնավոր իր ներկայությամբ Սուրբ Հոգին պիտի անե հոգևոր ներկայությամբ որովհետև Սուրբ Հոգին չերևիր քիչ մը վերջ նաև այդ մասին ալ գխոսիմ եւ Սուրբ Հոգին սիրելիներ աշակերտներուն հոգին պիտի վկայեր Քրիստոսի մասին Բիդի վկայեր որ անոնք Աստուծո որդիներ են Քրիստոսի ուրեմն զավակները Աստուծո որդիներ են Սուրբ Հոգիով որովհետև եւ որ գմգրդվինք Սուրբ Հոգին է որ կստանանք եւ կդառնանք Աստուծո որդեկիր զավակներ եւ սիրելներ Սուրբ Հոգին ինքն էր որ պիտի ըզգացներ առաքյալներուն եւ այսօր նաեւ մեզի հարուցյալ Քրիստոսի հոգևոր ներկայությունը Մենք այսօր Հիսուսի ներկայությունը գսկանք մեր ներսիտին Եթե պատասխանիդ այո է ինչ որ պետք է այո լամբայման այդ ըսկացումը ստիլներ որ Քրիստոսի ներկայությունը մենք գսկանք մեր ներսիտին Սուրբ Հոգին է որ գսկացնե Եթե Սուրբ Հոգի մեր մեջ չլար մենք Քրիստոսի ներկայությունը պիտի չզգայինք բացարձակ կերպով Եվ այստեղ սիրելներ երբ որ գսե Հիսուս ուրիշ մխիթարիչը Շատ կարևոր երևույթ մը գբարզե, որ գակնարգե Սուրբ Հոգի անձնավորության եւ մյուս անձերեն զանազանվելուն, այսինքն, քանի որ աղանդավորներ, ինչպես մորմոններ, Եհովայի վկաններ եւ անցյալին Արիոսը եւ այլն Մագետոնը, որոնք կսեին Սուրբ Հոգին ինք իրական ուրեմն համահավասար Աստված չէ Եհովայի վկաները գսեն անիգա ուժ է կորձող ուժ է հետևաբար անց չէ մինչդեռ երբ որ դերը գսե այստեղ ուրիշ մխիթարիչը ուրեմն կնշանակե գխոսի անցի մասին որովհետև ինչպես ուժը գրնա մխիթարել գրնա ուժը մխիթարել գրնա ուժը սորվեցնել գրնա ուժը հիշեցնել Գրնա ուժը հանդիմանել, գրնա ուժը խոսիլ, գրնա ուժը դրտմիլ։ Հետևաբար սիրելներ այս բոլորը ցույց կտան, որ Սուրբ Հոգին ինք անձնավորություն է։ Այս մասին Գրիգոր Աստվածապանը սքանչելի գերբով գսե. Մենք կբաշխենք Հայր Աստվածը, Որդին Աստվածը եւ Սուրբ Հոգին Աստվածը։ Երեք անձ մեկ աստվածության մեջ, ինչպես նաև անբաժանելի փառքի, պատիվի, բնության եւ թակավորության մեջ։ Եվ սիրելիներ, այն բոլոր անունները, այն բոլոր ստորոքելիները, որոնք կդրվին Հայր Աստուծո, նաև կդրվին Որդի Աստուծո եւ նաև կդրվին Սուրբ Հոգի Աստուծո, որովհետեւ սիրելիներ անբաժանելի են իրար մե։ Անձնավորությամբ դարբեր են իրար մե, այսինքն հայր է, Որդին որդի է, Սուրբ Հոգին Սուրբ Հոգի է։ Հայրը որդի կամ Սուրբ Հոգի չէ, որդին հայր կամ Սուրբ Հոգի չէ, եւ հոգին ոչ հայրը ոչ որդի է, այլ հայրը հայր, որդին որդի, Սուրբ Հոգին Սուրբ Հոգի, երեք դարբեր անձնավորություն են, սակայն մեկ անբաժանելի աստվածություն, մեկ էություն։ Անորամար գսենք Սուրբ երրորդություն, մի աստվածություն։ Ասիկա շատ կարևոր է որ գիտնանք, որովհետև ով որ չի տավանիր, որ հայրը որդին եւ Սուրբ Հոգին համահավասար Աստված են անբաժանելի կերպով, սակայն անձնավորությամբ թեմքով առանցին դարբեր են, անշփոթ կերպով չեն շփոթվին իրարու հետ, անոնք աղանդավոր են։ Անոնք հերետիկոս են։ Հայրը սիրելիներ անձին կգոչվի, հայրը չէ ծնած, որդին ծնյալ կգոչվի, իսկ Սուրբ Հոգին փխող։ Եվ Գրիգոր Աստվածապանը դարձյալ իր խոսքեր գարտամ գսե անձին ծնյալ եւ փխյալ արդայդությունները ագնարգությունն են հորը որդին եւ Սուրբ Հոգին այսպիսով գբահենք անձերու առանձնահատկությունները ամեն մեկ անձ Սուրբ երրորդության մեջ իր առանձնահատկություն ունի մեկ բնությամբ մեկ բադիվ մեկ աստվածություն հիմա գսե որդին հայրը չէ որը միայն մեկ հայր գա բայց ան ունի այն ինչ որ հայր ունի չկա բանը որ հայրը ունի եւ որդին չունի եւ Սուրբ Հոգին ալ որդին չէ
բարձաբես այն բաժարով որ հորմեն գուկա որտեղ միայն մեկ որդի կա միածինը բայց ունի այնինչ որ որդին ունի ինչ որ հայր ունի որդին ունի ինչ որ որդին ունի Սուրբ Հոգին ունի երեքը մեկ են աստվածությամբ եւ մեկը երեք է այնինչ կվերապերի առանց նահատկություններուն սիրելներ ասիկա անշփոթ գերվով պետք է ամենք սալ իմանանք որ որդին եւ որ գխոսինք սիրելներ Սուրբ Երրորդության մասին չեն գսեր որ հայր Աստվածը որդի Աստվածը եւ Սուրբ Հոգի Աստվածը առանցին աստվածներ են ոչ գսենք հայրը առանցին թեմք է կամ անց է որդին առանցին թեմք է կամ անց է Սուրբ Հոգին առանցին թեմք է կամ անց է բայց մեկ Աստված է մեկ Աստվածություն անբաժանելի գերբով նույն բնությամբ նույն էությամբ հիմա քանի որ ասենք որ Սուրբ Հոգին անց է ինչպես հայրը անց է որդին անց է Սուրբ Հոգին մարդ է ոչ Սուրբ Հոգին մարդ չէ ինչու որտեղ հոգին հոգի է տեսեք սկիզբեն ժամանակներեն առաջ չգար ժամանակը որ Աստված գոյություն չուներ հայրը որդին եւ Սուրբ Հոգին երեքնալ որպես մեկ Աստված որպես մեկ աստվածություն հոգի էին ժամանակներու լրումին երկրորդ թեմքը երկրորդ անձը Սուրբ Երրորդության որդին մարմնացավ մարդացավ ծնավ գադարելաբես մեզիբես մարմինը ստացավ վասն մերո փրկության մեր փրկության համար հոգի էր որդին փանն Աստվածը եւ փանը մարմին արավ եւ մեր մեջ բնագեցավ գսե Հովանես Ավետարանիչ առաջին գլխու 14-րդ համարի մեջ ուրեմն որդին ինք մարդ է մարմնացավ քանի որ գադարյալ Աստվածը գադարյալ մարդ դարձավ բայց հոգին որդին նման մարմին չի արած հոգին միշտ հոգի է մինչև այսօր սկիզբեն մինչև այսօր ու հավիտյան հետևաբար հոգին Սուրբ Հոգին ինք մարդ չէ սիրելիներ ինչպես որ արդեն բացատրեցի որովհետև մարդկային էակ չէ եւ չկա մարդկային էակը որ հավիտյան մարդոց հետ կրնալալ չկա ինք հոգի է եւ ադորամար Սուրբ Հոգին ամենուրեք է հիմա ամեն մարդու մեջ է այն մարդոց մեջ է որոնք Քրիստոսը ընդունած են եւ սիրելիներ հետեւաբար հավիտյան մեզի հետ է Հիսուսին չսավ ծեր մեջ պիտի մնա եւ ցեզի հետ պիտի լա միթե կարելի է որ ովևէ բարձ մարդ հավիտյան դիրոջ աշակերտներուն հետ լա եւ անոնց մեջ բնագի կարելի է ոչ ուրեմն արդեն իսկ ծրված կլա սիրելներ իսլամներու այն խաղապարը որ Հիսուս Մուհամմադի մասին գխոսի որովհետև եթե Մուհամմադի մասին խոսեր ինչպես կլա Հիսուսը որ հավիտյան ցեզի հետ պիտի լա եւ ծեր մեջ պիտի մնա միթե Մուհամմադը հավիտյան իսլամներուն հետ է միթե Մուհամմադը հավիտյան իսլամներու մեջ է Մուհամմադը այսօր թժողքի գրագին մեջ կա իրիգոր ինչպես իրենց հետ պիտի լա տեսեք որքան խապված են սիրելներ Քրիստոս իր մարտեղությամբ գարելի դարձուց մարտանալով գարելի դարձուց որ մարդիկ մենք դեսնենք զինք բայց Սուրբ Հոգին քանի որ ինք սիրելիներ չեմ մարմնացած հետեւաբար Սուրբ Հոգին անդեսանելի գմնա մարդոց աչքին ինչ կսե Հիսուս աշխարը ոչ կդեսնե եւ ոչ ալ կջանչնա զայն ինչու չի դեսներ զինք որովհետեւ Սուրբ Հոգին չէ մարդացած ինչու չի ջանչնար Սուրբ Հոգին որովհետեւ չընդունիր Սուրբ Հոգին եւ այդ բաժարով ալ դժբախտաբար չի փորձարգեր չի գնար փորձարգել անոր սերը կուտը իր ներսիտին մարդ ավոր չի ջանչնար չունի Սուրբ Հոգին չի ջանչնար Սուրբ Հոգին եւ այստեղ խոսիմ սիրելներ ինչու համար մարդու մասին ըսի որ Սուրբ Հոգի մարդ չէ որովհետեւ իսլամները սիրելներ դժբախտաբար ամեն ինչ կփորձեն ասել որ
Ձեր Աստվածաշունչը քրապտդ է, այսին աբագանած է, եւ հետեւաբար դուք չարափոխած եք ավետարանը, երբ Հիսուս կխոսի, որ ինձ վերջ ես մխիթարիչը պիտի ղրգեմ Հովանու ավետարանի 14-րդ գլխու 16-րդ համարի մեջ, ասե որ պիտի աղոթեմ քիչ առաջ կարտացի, որ ցեզի ուրիշ մխիթարիչ մղրգե, եւ 16-րդ գլխու 7-րդ համարի մեջ կսե որ եւ անիգա պիտի կա եւ ճշմարտությունը պիտի փոխանցե եւ անիգա օկնական պիտի լա, այսինքն մխիթարողը պիտի լա։ Հիմա հունարենով սիրելիներ շատ հետաքրքրական է հոսե որ իսլամները ուրեմն գործեն չարափոխել հունարենով մխիթարիչ փարը գհնչվի Պարակլետոս գնշանագե մխիթարիչ օկնական Հիմա իսլամները գսեն որ իրականության մեջ ոչ թե Հիսուս Պարակլետոսի մասին գխոսի, այլ Հիսուս գխոսի Պերիկլուտոսի մասին, Պերիկլուտոս գնշանագե անոր օրտնյալ է, Պերիկլուտոս եւ Պարակլետոս դարբեր բառեր են, Պերիկլուտոս գնշանագե օրտնյալը, իսկ Պարակլետոս գնշանագե մխիթարիչը Հիմա ինչու այս տարբերությունը գտնեն իրենք Որովհետև իրենք կսեն Մուհամմեդ անունը գնշանագե օրտնյալ Հետևաբար Հիսուս ոչ թե Պարակլետոսին մասին գխոսի, այլ Պերիկլիտոսին մասին գխոսի, այսինքն ոչ թե մխիթարիչի մասին գխոսի, այլ օրտնյալի մասին գխոսի, որ ուրիշ մեկը չի, եթե ոչ Մուհամմեդը։ Տեսեք սիրելիներ, սուտ ուսուցումները, սատանայական ուսուցումները ինչպես կուզեն չարափոխել ավետարանը։ Նույնը գնեն բոլոր աղանդավորները, գայլափոխեն ավետարանը։ Եվ վերջին նյութի մասին, որ շատ գարջ պիտի խոսիմ սիրելիներ, որ դժբախտաբար նաև ասիկա քրիստոնեական եկեղեցիները ուղղափառ օրթոդոքս եւ կաթոլիկ եկեղեցիները իրար մե գբաժնե, այն է, որ 1054 թվականին հունական բյուզանդական եկեղեցիները եւ կաթոլիկ եկեղեցիները իրար մե բաժնվեցան հետեւյալ պատճառով։ Կաթոլիկ եկեղեցին ուրեմն վարդապետությունը ստեղծեց ասելու համար, որ Սուրբ Հոգին գպխի ոչ թե միայն հորմեն, այլ նաև որդիեն։ Եվ այդ բառը ֆիլիոկուե լատիներեն բառն է, ֆիլիոկուե, որ կնշանակե եւ հորթվո։ Որտեւ Սուրբ ուրեմն հավատամքի մեջ կսեն իրենք հավատամք եւ Սուրբ Հոգին, որ բխի ի հորե եւ հորթվո, որդիեն, այսինքն որ գպխի հորմեն եւ որդիեն։ Սակայն սիրելիներ, այստեղ մենք կգարտանք Հիսուս կսե, որ երբ կա Սուրբ Հոգին, մխիթարիչը, ես ցեզի պիտի ղրգեմ հորմեն, որտեվ հորմեն գելլե, անիգա ճշմարտությունը պիտի պատմե եւ վկայե մասիս։ Հիմա կաթոլիկ եկեղեցին գսե, որ Հիսուս կսե հավասիկ պիտի ղրգեմ, ուրեմն իրն է որ պիտի ղրգե, իր մեալ գփխի որ պիտի ղրգե։ Բայց ղրգելը սիրելներ ժամանակի հետ կապ ունի։ Ժամանակին մեջն է որ ուրեմն կգադարվի ղրգվելու կորձողությունը, մինչդեռ փխելու կորձողությունը կգադարվի հավիտենականութենեն։ Հետևաբար Հիսուս եւ որ գսե պիտի ղրգեմ, անիգա ժամանակի մեջն է, որ Սուրբ Հոգին պիտի ղրգվի ժամանակին մեջ։ Բայց փխումը Սուրբ Հոգին գահավատա արաքելական բոլոր եկեղեցիներ, օրթոդոքս եկեղեցիները, լան արևելյան հին արաքելական եկեղեցիները, այսինքն հայերը, զղբդիները, ասորիները, եթոպիացիները, էրետրիացիները, մալաբարները եւ այլն, կամ բյուզանդական եկեղեցիները, արևելյան եկեղեցիները, ինչպես հույները, ռուսերը, վրացիները, բուլգարները եւ այլն, սլավոնիկ այդ երկիրները, քրիստոնյա ուղղափառները, անոնք կհավատան, որ փխումը միայն հորմեն կփխի Սուրբ Հոգին եւ ոչ թե որդիեն։ Որտեւ այդ ժամանակ, եթե Սուրբ Հոգին որդիենալ փխած ասենք, այդ ժամանակ Սուրբ Հոգին ենթակա պիտի լար հորը եւ որդին, համահավասար պիտի չլար։ Այլ հայրը
անբաժար բաժարն է, որդին ծնունդն է հորը եւ Սուրբ Օքին փխումն է հորը։ Ահա այսպես կհավատա գտավանի առաքելական Սուրբ եկեղեցին, որբեսի սիրելներ հստակ զանազանություն ըլլա յուրաքանչյուրին, ուրեմն առանձնահատկության մեջ։ Ահա սիրելներ, ցեզի շատ կարևոր նյութերու մասին խոսեցա այսօր վերաբերյալ Սուրբ Օքին, եկող շաբաթ ալ պիտի շարունակեմ Սուրբ Օքիի մասին խոսիլ, թե ինչպես Սուրբ Օքին ճշմարտության հոգին է, դաստիարակողն է մեզ եւ մեզ ճշմարտության մեջ կհաստատի, ով որ ճունի Սուրբ Օքի, ճշմարտություն ճունի իր մեջ։ Սիրելի քույրեր, եղբայրներ, դուք որ կպատկանիք առաքելական եկեղեցվո եւ անդամ եք Սուրբ եկեղեցվո, պետք է լավ իմանաք հավատամքը մեր եկեղեցվո եւ պետք է ծեր քիդության մեջ խորանաք, որբեսի սիրելներ ովև մեկը չկարողանա ցես շեղել եւ ոչ ալ դուք լքեք առաքելական Սուրբ եկեղեցին եւ հերանաք դարվելով զանազան նոր ուսուցումները կամ փիլիսոփայական մտածումները։ Պողոս առաքյալ եւ գավարտեմ այս խոսքով քաղաքացիներու նամակի մեջ առաջին գլուխ 6-ին 9 համարներու մեջ հետևյալը գսե. Շատ կզարմանամ, որ այդպես շուտով գլքեք Աստուծո ավետարանը, որ ցեզ Քրիստոսի շնորհքին հրավիրեց եւ այլափոխված ավետարանի ականջ կուտակ։ Գիտեք, որ չկա ուրիշ ավետարան, սակայն կան մարդիկ, որոնք ծեր միտքերը կբղդորեն եւ գուզեն Քրիստոսի ավետարանը չարափոխել։ Բայց ով որ մեր քարոզածեն դարբեր ավետարանը քարոզեցեզի, ով ալլա, նույնիսկ մենք կամ երկինքեն հրեշտակը անիծյալը լա։ Ահա ասի եւ գգրտեմ, ով որ ցեզի ավանդված են դարբեր ավետարանը քարոզե, անիծյալը լա, այսինքն նզովյալը լա։ Անորամար եկեղեցու հայրերը նզոված են, հերցվածողները, աղանթավորները, եղբայրներ եւ քույրեր։ Ճշմարտությունը մեր եկեղեցու մեջ չէ փոխված, ուղղափառ հավատքը չէ փոխված։ Առաքելական ուսուցումը, որ մեզի փոխանցված է առաքյալներեն Թադեոս Բարտողոմեոսեն եւ հասած մինչեւ այսօր, ու պիտի շարունակվի, չէ փոխված։ Այո, դժբախտաբար եկեղեցականներու մեջ կան ոմանք, որոնք իրենց վարք ու փառքով քայտակության բաժար կդառնան, բայց ծեր աչքերը ուղեցեք Քրիստոսին։ Դուք սիրելներ սորվեցեք առաքելական հավատքը եւ քալեցեք այդ հավատքին մեջ են, որբեսի հասնիկ հավիտենական կյանքին։ Մի շեղիկ ոչ մեկ բան է եւ հավատարիմ մնացեք այն թավանության, որ մեր հայրերը թավանեցին եւ Քրիստոսի յետևենքացին։ Եվ այս թավանությունը նաեւ ծեր շրջապատի մեջ ծեր զավակներուն դաստիարակեցեք, փոխանցեցեք, չամփեցեք, որբեսի անոնքալ ճշմարիտ հավատք իմանալով գարչած մնան մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցվո եւ առաջնորդվին սիրելներ մաքուր հավատքով, անաղարտ հավատքով եւ հասնին հավիտենական փառքին։ Աստված ձեզ արադաբես տողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։